կուզեմ խոսիլ Մատթեոս 12:22 համարեն գաբե որբեսի ավարը հավաքես։ Մենք ընդհանրապես մեր առօրյայի մեջ ավարը հավաքելու գետրոնացում ունենք։ Ավարը, այսինքն պատերազմի ժամանակ թշնամին ով եղածը, ինչ ցևով որ շատ ցուցած է, ինչ ցևով որ արած է, անիկա առնել ավարը, գողոպտել թշնամիին ցերքեն։ Եվ ասիկա իր հոգևոր իմաստն ունի, որ Աստվածաշունչի մեջ կտեսնենք, եւ հատկապես գաբե որբեսի ավարը հավաքես դերը ինքը ցևով մը գործած է, որբեսի մենք հավատացյալներս նկատի առնենք։ Այս բացությունը եղավ, երբ գույր մարդ մպերին Տեր Հիսուսիկով, որ ինքը թիվահար էր եւ գույր էր, բայց դերը թևը հերացուց իր մե եւ մարդը սկսավ գույրը եւ համրը սկսավ դեսնել եւ սկսավ խոսիլ։ Եվ երբ այդ մեկը եղավ, փարիսեցիները ամիջապես իրենց հոգեվիճակեն մղված ուզեցին ցածցնել արժեքը այդ կորձին, որ դերը գադարեց եւ ամիջապես ասին սատանային իշխանին միջոցով վրավ թևերու իշխանին միջոցով ինքը այդ մեկը ըրավ։ Բարձորեն չտեսան, որ իրենց Աստվածը թևերեն ավելի զորավոր էր գրնար կորձնել եւ այս խոսքով իրենք ընդհանրապես իրենց աշխատանքը Հիսուսի ալ գադարածը Աստծո Հիսուսի միջոցով գադարածը ոտնագող կնեին։ Եվ բայց Հիսուս մերժեց անոնց գարձիկը եւ փոխարեն հայտնեց թե կորձը գադարվեցավ Սուրբ Օքին միջոցով եւ ադով ցույց տվավ, որ մենք պետք ունենք Աստծո իշխանության, որբեսի գաբենք թշնամին եւ սատանան մեր կյանքերեն ներս իր որևէ բաժինի մեջ ունեցած աշխատանքը։ Գարթանք 23-րդ համարեն գսե ապա Հիսուսի պերին գույր եւ համր թիվահարմը եւ Հիսուս բժշկեց զայն այնպես որ համր եւ գույր մարդը սկսավ խոսիլ ու դեսնել։ Բոլոր ներկաները զարմացան եւ գահարցնեին։ Զարմանալը արդեն հստակ է, որ նման բան մի եղած չէր, բայց թևերը միշտ ներկա էին իրենց հետ։ Միշտ իրենց կյանքերում մեջն էին, թևերու իշխանին մասին խաղապարները շատ էին, բայց այդպես բան չէր եղած։ Բոլորը զարմացան, որովհետեւ նոր բան եղավ, որ իշխանություն կխոսի, որ իրենց համոզումին եւ իրենց հավատամքին մեջ միան Աստված կրնար նման բան մնել։ Արդյոք ասիգա է Քրիստոսը Դավիթի որդինսին։ Գիտեին, որ նման ուժը միան այդ ցևով կրնա Երևան կալ եւ երևիլ։ Բայց փարիսեցիները երբ լսեցին, ըսին անիկա թևերու իշխանին Բեղզեբուղի զորությամբ է, որ թևերը դուրս կհանե։ Հիսուս երբ գիծավ անոնց մտածումը ըսավ, ովևէ թակավորություն, որ ինքն իր մեջ բաժան գլա կգործանի, եւ ովևէ քաղաք կամ ընտանիք, որ ինքն իր մեջ բաժնված է, կանգուն չի մնար։ Եթե սատանան իր կորձակալներուն թեմ գելլե, ուրեմն ինքն իր մեջ բաժան եղած է։ Արդ անոր թակավորությունը ինչպես կրնա կանգուն մնալ։ Եթե ես Բեղզեբուղի զորությամբ է, որ թևերը կհանեմ, ձեր հետևորդները, որուն զորությամբ դուրս կհանեն զանոնք, ուրեմն ձեր իսկ հետևորդները ձեզ պիտի դատապարտեն։ Իսկ եթե Աստծո օքին զորությամբ չար ոգիները կհանեն, կնշանակե թե Աստծո թակավորությունը արդեն հասած է ձեզի։ Տեր Հիսուս շատ հստակ պատկերը կուտա, թե արդեն եթե թևերը գելեն, Սուրբ Օքին աշխատի եւ թակավորությունը հասած է։ Անգետ կսավ ոչ ոք գրնա զորավոր մարդումը դունը մտնել եւ անոր ստացված կգողոպտել, եթե նախապես այդ զորավոր մարդը չգաբե։ Անգե յետք է, որ անոր դունը կգողոպտե։ Եվ Հիսուս մեզի գուտա զորավոր իրականությունը հոգևոր պատերազմի մասին այս բաժինի մեջ, որ բոլորս ալ բրգվածներ եւ դակավին չբրգվածներ այդ իշխանությունը ճանչնալու եւ գործածելու պետք ունենք։ Պետք է դուրս գանք կրոնական այդ համոզումներեն, որ մենք Աստծո զավակ ենք։ Աստծո եթե զավակ ենք, Աստծո զավակի պես պետք է ապրենք։ Տեր Հիսուս Աստծո զավակ ըլլալովը կսե գիշեր ցերեկ աղաղագեց աղոթքով անցուց, որովհետև գիտեր, որ հայրը իրեն պիտի լսեր։ Մեր վարմունքը իբրև հավատացյալներ պետք է Աստծո զորությունը կործածելու կարող
կամ կարողություն բերող զորությունը լա եւ ոչ թե հուսահատ կամ անդարբեր։ Այս համարը մեզի գխոսի ինչպես մտնել թշնամին ամրոցներեն ներս, դեղը որ թշնամին իր ուժը դրած է այդ զորավոր մարդուն պես, ինչպես պետք է մտնել անոր քրաված դեղեն, պաշտպանված դեղեն ներս։ Նաև մեզի գսե հաղթել թշնամին եւ մեզի նաև գսե վերադարձնել ամեն ինչ, որ թշնամին արած էր, որ Աստծո կպատկանի։ Եվ ասիկա մեր կյանքերում մեջ։ Ուրեմն այսպես է, զորավոր մարդը սատանան է կամ որևէ թիվային ուժ։ Դունը այդ ամրոցն է, այդ դեղը, որ ինքը ինքզինքոն զորացուցած է, այն դարածքն է, որում վրա սատանան իր ազդեցությունը բերած է։ Գրծած է իր դեսագետը հոն բարդատրել, ըլլա կյանքի վրա, ըլլա միտքերու վրա, ըլլա դարածքներու վրա, ըլլա կյանքի կորձի վրա, ստացվածքի վրա, դարբեր բաներու վրա ինքը իր ուժը փանեցուցած է եւ իր գամքը հոն բարդատրած է։ Ստացված գողոպտելը գրնալալ մարդոց ստացվածքները կյանքի նպատակները գողոպտած են, մարդոց կյանքերը գողոպտած է, Աստծո կողմէ մարդոց դրված խոստումները գողոպտած է եւ շատ հավատացյալներ կլսեմ դեր ինձի խոստացած է ինչու չեղավ ես գիտեմ որ ասիկա պետք է լա ինչու չեղավ նման բոլոր բաներ որ մենք կսկանք որ գաղութենք բայց դակավի մեզ մեկ հողծված է հետեւաբար մենք պետք ունենք այդ ամրոցները թշնամիին գոդրելու օրհնություններ, որոնք Աստծո ստացած են, գիտենք մեր կյանքի մեջն են, բայց գողոպտված է, չենք կրնար վայելել միայն գիտակցությունը եւ խոստումը ունենք գաբել թշնամին կնշանակե հաղթել թշնամիին իշխանության ավելի մեծ Աստծո զորությամբ։ Ասիկա այդ համոզումն է, որ երբ մեր կյանքերեն ներս կնկատենք, որ Աստծո խոստումներուն եւ օրհնություններուն հագարակ ընթացք մը վիճակ մը գա մեր կյանքերում մեջ, մենք կուքանք կործածելու Աստծո զորությունը եւ նկատի չեն գարներ սատանայի միջոցով մեզի եղածին, որովհետեւ գիտենք, որ Աստծո զորություն ավելի մեծ է, ավելի բարձր է, ավելի զորավոր է։ Հետևաբար մենք կցկտենք այդ զորության եւ ասիկա մեր զգացումներում մեջ դեղ ունի եւ պետք է մենք ուշադիր լինենք, որովհետեւ մեր զգացումները մեր շուրջ գտնվող պայմաններեն գազդվին, կդգարանան, կջնշվին, միտքերը կփոխվին, մարդիկ կհանձնվին, որովհետեւ կսկան որ ադորթեմ ուժ չունի։ Բնականաբար եւ որ դու միշտ կնայես քու շուրջդ գտնվող դժվարություններուն, բնական է որ այդ համոզումը զորանա քու մեջդ։ Բայց երբ սկսես նայել Աստծո, պիտի նայես որ քու համոզումներդ պիտի փոխվին եւ իր համոզումներուն համացայն պիտի սկսին ըլլալ։ Ասիկա հավատքի կորձն է, ասիկա հավատքի բادرազն է եւ մենք այսպիսով պետք է թշնամին թեմ գենանք։ Աստվածաշնչական ցևեր, որ դրված է թշնամին գաբելու համար, Մարգոս 16:17-ի մեջ կսե իմ անունովս չար ոգիներ պիտի հանեն։ Դիրոջ անունը ինքնին չար ոգին, որ մարդուն կյանքին մեջ մտած էր, ինքզին զորացուցած էր, իր պատճառներով մարդուն կյանքը քրաված էր, Հիսուս կսե իր անունը կործածելով պիտի գարենան այդ թիվային ուժերուն թեմ տնել եւ թիվային ուժերը պիտի ենթարկվին։ Այս զորությունը մեզ մեջ չի հոսիր, այս զորությունը Քրիստոսեն գհոսի, ինչպես Աստվածաշունչը մեզի գահիտնե, Հիսուսի անունով խոսիլը գստիվե թիվային ուժերուն, որանոնք ենթարկվին, ինչպես Գործ Առաքելոց 16-ի մեջ Պողոս Առաքյալ, երբ խոսեցավ հարցուկ ոգի ունեցող գնոջ մեջ գտնվող թևին եւ հրամայեց, որ թևը ելլե եւ ենթարկվեցավ, ուրիշ ջար չունի, որովհետեւ Հիսուսի անունով գխոսեր։ Եվ մենք մեր անձը պետք է մարզենք Հիսուսի անունով շարժելու, Հիսուսի անունին զորությունը ճանչնալու ներքնաբես, որովհետև թևերը չեն գրնար թիմատրել, եթե մեր չանքերը լան գրնան, բայց Հիսուսի անունին թեմ չեն գրնար գենալ որևէ ցևով։ Երկրորդ հայտնություն 12-11 Աստվածաշունչը գահիտնե, որ մեր եղբայրները հավատացյալները Քրիստոսի արյան զորությամբ հրճագելով հաղթեցին սատանային եւ թշնամիին։ Մեր եղբայրները անոր վրա հաղթանակ դարին քարնուգին արինով։ Հիսուսի արինը հրճագելով, անոր արյան սրբությունը հրճագելով, իրենք հաղթություն դարին թշնամիին թեմ։ Արյան թիմեցին, որ ինք խաչին վրա
ամբողջացուց այդ հաղթանակը եւ գադարեց։ Եթե գարտանք Մատթեոս 16:19, կսե ինչ որ գաբես երկրի վրա գապված պիտի լա երկինքի մեջ։ Եվ ինչ որ արցակես երկրի վրա արցակված պիտի լա երկինքի մեջ։ Այս գաբելը ընդհանրապես իր հոգևոր արժեքը ունի, որ դերը ամբողջ եկեղեցին դվավ։ Գաբել, այսինքն սահմանափակել ճարին ուժը։ Եվ որ դու գուկաս գաբելու խոսքը չէ որ գարդասանեստուն Հիսուսի անունով, Հիսուսի արյունով դուն անոր ուժը ցանկի մեջ են պայմաններում մեջ են գբաքսեցնես արցակել կնշանակե Աստծո նպատակներուն համացայն արցակել, օրհնություն արցակել։ Եվ հետևաբար, երբ որ մենք կխոսենք Հիսուսի անունով, իր արյան սրբությունով, մենք կգաբենք ճարը եւ մենք կարցակենք օրհնությունը։ Եվ այս մտայնությունը մեր մեջ պետք է լա այս ժամանակը շատ գլսեի մարդիկ կխնդան մարդոց վրա, որոնք միշտ Հիսուսի անունով եւ Հիսուսի արյունով կխոսին։ Կսեն ուրիշ բան չեն գիտեր, միանադիգա գիտեն, ամենալավ բանը գիտեն։ Եվ դժբախտ են այդ մարդիկը, որոնք Հիսուսի անունով եւ Հիսուսի արյան զորությունով չեն խոսիր եւ արդահայտվիր։ Գիտեք, արդվա ներշնչում ես բաժնեկցի, ուրեմն Դեր Հիսուս խաչին վրան էր, բոլոր հոն եղողները, բացի իր ընտանիքի եւ հարազատներեն, աշակերտներեն, բոլորը իր վրա կխնդային։ Բոլորը գրոնական, աստվածապանական բաներ կգործածեին, փարիսեցիները, ավազակները, որ իր գողքին էին, հետանոց զինվորները, բոլորը իրեն թեմ կխոսեին հագարակ, բայց ինքը բնավ նկատի չեն առներ։ Գիտեք ինչու, որովհետև ինք ուրիշ բան գներ։ Ինք ուրիշ բան գներ։ Իրենք կխոսեին Հիսուսին մարմինին հանդեպ իրենց գադարածին մասին եւ տեսնելով Հիսուսը դգար այդ դեղին մեջ, կքննադատեին, կարամարեին, վրան կխնդային, բայց այդ ժամանակ կսե մոտ 3 ժամ նախքան իր մեռնիլը, հոգին ավանտելը, կսե խավար եղավ։ Խավար եղավ։ Գիտեք, խավար եղավը լուրջ պատմություն է, երբ իր մահեն հետ գադարվածները նկատի առնես։ Խավարը, այսինքն թշնամին, խավարը ամբողջ իր վրան գուքար, իր միտքը փոխելու, իր դեսակետը փոխելու, իրեն մեղքի մեջ տնելու, Աստուծո հանդեպ իր գեցվածքը, հավատարմությունը, հնազանդությունը փոխելու, բայց ինք չփոխվեցավ։ Այդ բահուն, որ իր վրա կխնդային, ֆիզիկապես նայելով իր դգարության, ինքը անմեղությամբ, արդարության, սրբության բռնված լալով բادرազմ գնան իր թիվային աշխարհին թեմ։ Եվ երբ ինք հոգին ավանտեց խաչին վրա, թժող կշարժեցավ, երգիրը շարժեցավ, ժայռերը գոդրվեցան, ամեն տեսակ թշնամի ուժ գոդրվեցավ եւ նույնիսկ քերեզմաններուն մեջ են գսես սուրբեր հարություն արին եւ Քրիստոսի հարության հետ միասին քաղաք մտան եւ մարդոց երևցան։ Շատ զարմանալի է, որ այնինչ որ մարդիկ կգարձեին, որ եղավ Քրիստոսին, լման հագարակը եղավ։ Հետևաբար անիգան ներքնաբես թեմ գտներ թիվային ուժերուն, իր անմեղությամբ, իր սրբությամբ, իր արդարությամբ, հոր հնազանդ ըլլալով։ Եվ հետևաբար շատ կարևոր է, որ մեր առօրյայի մեջ արդակինեն շատ աստված չմտածենք եւ չնայենք, հաբա մենք նայենք, մենք ով ենք։ Դերը մեզի ինչ տված է։ Արիթովը դերը աղոտքի երբ եկավ իդի գենայի ձունգի իջնեի, ամիջապես դերը ինձի խոսեցավ եւ ասավ բա մգեցիր մի աղոթեր։ Մտածե ով ես տուն, մտածե ով եմ ես, մտածե ինչու համար իմ արջևս գեցած ես, որոշե բարերը դատոն սամացային վերջ աղոթե, ինչքան գուզես։ Բայց գրոնական մի աղոթեր, որովհետև ադիգա վրավ քեզի օգուտ պիտի չփերե։ Ես հոգնած էի, ճամփորդութենե վերաթարցած էի եւ իմ բաժինս գուզեի ընել, բայց նկատի չէի արած, որ ես գրնամ հաղթել եւ վերջը մտնել։ Հաղթած վիճակի մեջ աղոթքը սկսել։ Ես գագնգալ էի, որ երկար աղոթելով գոդրեմ այդ վիճակը եւ հանդիպում ունենամ Տիրոջ հետ, բայց ինքը շատ հստակ բացատրեց ինձ, որ ոչ, լավ մտածե, որոշում ար եւ անգե յետքը բնականաբար թուն ինձ հետ հաղորդակցության մեջ պիտի մտնես։ Հետևաբար կարևոր է, որ մենք գոդրենք շփոթությունը, գոդրենք ջնշումները, գոդրենք վախերը,
արձագենք բժշկությունը, արձագենք ազատությունը, արձագենք ճշմարտությունը։ Նայեցեք, առաջին գետերս աշխարհեն եկածներն են, որուն դակ մենք դգար կգտնվենք, անգարող կգտնվենք եւ հուսահատ կլանք, հուսախապ կլանք։ Մույսը արձագելով է հաղթությունը, բժշկությունը, ճշմարտությունը։ Պետք է հասկանանք ներքնաբես, ոչ թե մենք հավատացյալ ենք, ներքնաբես պետք է այդ արձագանքը զորավորը լա Հիսուսի անունով թեմ տնելու հիվանդության, անարդարության, ճշմարտությունը բերելու համար։ Պետք է Տիրոջ առջև գնանք։ Եկեղեցու հայրերու պատմությունները երբ կտեսնես, այս մարդիկը կհավատային, որ կյանքի դժվարություններում մեջ միշտ քրիստոնյան պետք է առջև երթա։ Քրիստոնյան դեղքայլ պետք չէ ամենադժվար ժամանակի մեջ։ Մեծն Անդոն իր ամեն ունեցածը բաժնեց եւ դարիներ անաբադի մեջ Տիրոջ հետ ապրեցավ։ Կսե թևերեն կչարչարվեր եւ կդարաբեր։ Արիթոմը այդքան զորավոր ձեձեր էին իրեն, ցավցուցեր էին, վնասացուցեր էին, որ ինքը ասավ, դեր ուր է հիրթուն, երբ ինձ այսպես կնեի, դեր ասավ, ոսեր, դեղմը չէի կացած, գնայի, գտիդեի քեզի, ինք հասկացած էր վերջը, որ անաբադին մեջ դերոջ հետ իր հարաբերությունը գաջի, երբ հնազանդությամբ եւ հավատարմությամբ կքալե, եւ ինք շատ զորավոր ինքնություն եւ իշխանություն վայելեց, շատ մեծ իր ծառայության ընթացքին։ Եվ հետևաբար մեր առօրյայի մեջ պայմանները չհաշվենք, անոնց չափը, սաստկությունը չնայինք, ինչքան զորավոր են, ապա նայենք մեր Տերը ինչքան զորավոր է։ Մեր հավատքը մեր Տիրոջ վրա թողլա։ Տեսեք, ես միայն ցեզի չեմ քարոզեր, ես ամեն օր կանցնիմ այս վիճակներեն։ Կյանքիս ամենամեծ որոշումները իմ խելքիս եւ դրամապանությանս մեջ հասնելիք չեն։ Ահա մեկ հատ դեռ այսօր պատմեցի ցեզի, որ մենք պետք ունենք 210,000 հավաքելու, որբեսի գործը վերջացնենք, մենք եւ որ որոշեցինք, որ բիդի հավատքով քայլ առնենք, դակավին ոչ $1 ունեինք մեկ կողմը, դեռ հինը չէինք վճարած։ Բայց մենք քայլ արինք որոշումով եւ ադիգա պիտի գադարվի, որովհետեւ դեր այդպես ասավ, դեր այդպես հաստատեց։ Եվ ասոնց նման լեցուն բաներ մեր առօրյայի մեջ ունենք հագարակ հոսանքը, որ մեզի դգարացնե, բայց մենք ինչ կհավատանք, դերը ինչ կսե, դերը ինչ կուզե, ադոր մեջ պետք է հաստատ եւ գայուն ըլլանք, որբեսի տեսնենք փարիկները, որ դեր ունի։ Ինչպես կճանչնանք այս ամրոցները, ինչպես կճանչնանք, որ թշնամին մեր կյանքերեն ներս ամրոց շինած է, մեզի այդ բադահացները իր աստեցությամբ եղած է։ Ամրոցը նախ պետք է հասկանանք, որ ամրացված, ամուր եղած մտածելացև մնե։ Մտածելացև մնե, որ մենք մեր վարժության եւ սովորության մեջ թողած ենք։ Կյանքի ընթացք մնե, որուն միջոցով թշնամին գահաճողի ազդել մեր կյանքերուն վրա։ Մտածելացև մնե, որում միջոցով ինքը գահաճողի ազդել մեր կյանքերուն վրա։ Այսօր եւ որ հոգեվոր բան խոսից ներշնչում կունենաս դերոճմով, ուրախություն, խաղաղություն, զորություն, երբ քիչը դխուր լուրեր 4 կողմը լան մտի գնես, կսկաս ներսի ներշնչումը դսկացումները ժխտական կդառնան, հուսահատ կդառնան, վախկոտ կդառնաս։ Բնականաբար այդպես կլա։ Մտածելացև մնե տշնամին կբերե, որովհետեւ անոնց միջոցով եթե դու հավատքով դեմ չտնես, քու վրա աստե որբեսի թուն աստծո գողմե քեզի դրվածին մեջ չկալես, ադոր հագարակ քայլեր առնես։ Ամրոցներ գտնվելու նշանները ինչ են։ Ինչն է, որ մեզի ցույց կտա, որ թշնամին հաջողեր է ամրոցներ տնել մեր մեջը։ Իր ուժը դրած է, իր համոզումը դրած է, իր սովորությունը դրած է։ Մեր մտածելացևը ենթարկեր է իր ցևին։ Ինչ են նշանները։ Շարունակվող մեղքի ընթացք։ Հագարակ ապաշխարելուն կտեսնես, որ դակավին շարունակ գինա նույն մեղքին մեջ։ Եվ միշտ կսե, որ ես չեմ ուզեր ասիգա անել, ես չեմ ուզեր ադիգա անել, բայց նորեն գինա մեջը, սա կնշանակե թշնամին ամրոց դրած է քո կյանքիդ մեջը։ Գրծերը սովորությունը, վարժությունը իր իշխանությամբ remote control-ով կալեցներ եւ թուն ինչալ գորոշես, ինչալ գաղոթես իր ուզած ադենը նորեն գինաս։ Երկրորդ, վախին եւ անհանգստության քերիշխանությունը, երբ քու կյանքիդ մեջ վախը կքերիշխե, հավատքի զանազան ոլորտներուն մեջ, դարբեր հավատքի կյանքի ընթացքին կտեսնես, որ վախը
ավելի շատ զորավոր գերբով քու վրատ գիշխե եւ գդիրե, սա կնշանակե ինքը ամրոց դրած է, որբեսի տուն վախի մեջ մնաս եւ չգարենաս համարցակությունդ կործածել։ Ինքնության մեջ բղդոր վիճակը սուդեր ընդունիլ քու անցիտ նկատմամբ, քու արժեքներուտ նկատմամբ սուդեր ընդունիլ, Աստծո նկարակիրին նկատմամբ սուդեր ընդունիլ, կամ ուրիշներուն մասին սուդեր ընդունիլ, ինչպես Հովանու 8-ին մեջ 44 կսե անիգա սուդին հայրն է եւ ամեն ինչ որ գխոսի սուդեն հարաճ եկած է։ Սատանան քու մեջդ կուքա եւ որ ամրոցը զորացնե, կսկսի քու ինքնությանդ մասին սուտ խոսիլ։ Լեցուն պատճառներ գտնելով գբերե եւ քեզի գահիտնե որ թուն արժեքավոր չես, Աստված չի սիրեր քեզի, Աստված պիտի չի տա քեզի, որովհետեւ թուն արժանի չես, թուն աստխալ էր, թուն այդպես խոսեցար։ Աստված երբ քեզի ընդունեց դակավին թուն աղդոդ էիր, մեղավոր էիր եւ ինքը խաչին վրա մերավ ինձ եւ քեզի համար։ Հետեւաբար Աստված քու ունեցած թերություններուդ համացայն չէ որ քեզի հետ կգալե, ապա Հիսուսը ընդունելուդ համացայն։ Եթե ունիս աղդ, եթե ունիս սխալ, օքեյ, անոնք պիտի շտկես, Քրիստոսով շտկե եւ ոչ թե առանց իրեն։ Մենք բոլորս մաքրվեցանք Հիսուսը ընդունելով եւ ոչ թե առանց Հիսուսի մաքրվեցանք, հետո մաքուր Հիսուսի եկանք։ Մեր մարդկային չանքերով մաքրությունը մեզի չի գնար մոդեցնել Հիսուսին։ Ով որ կգարձե որ ինքը բավական մաքուր մարդ է, ապաշխարելու վեկչությունը ամենամեծ սխալն է։ Պիտի ապաշխարե որ մաքրվի, որովհետեւ դուն մտնելու մաքրություն չէ որ վրատ կառնես, Աստծո արչեւ աթամի մեղքեն հրաժարելու, ելլելու անմեղությամբ է որ կմաքրվիս Քրիստոսով Աստծո արչև գենալու համար։ Հոգևոր անդամալույց վիճակը անկարողը լալ աղոթելու, անկարողը լալ երգրբակելու, կսկաս որ աղոթելու սիրտ չունիս, գուքաս աղոթքի պիտի գնաս, սիրտը չուզեր, մեջդ բամ մգակ փախուստ կուզեդալ, ախորժակ չունիս, ցանցրացած ես, մեջդ ամրոց դրած է, խաղապարդ փոխած է։ Աղոթքի երգրբակելու նկատմամբ եւ թուն անդամալույց եղած է հոգեվորապես աճելու արգելք ունեցած ես կյանքիդ մեջ։ Սա կնշանակի այդ ամրոցը պետք է գոդրվի, պետք է թուն ադոր վրա Հիսուսի անունով, Հիսուսի իշխանություն բանեցնես։ Պետք չէ արդոնես այս բաները կյանքիդ մեջ մնան երկարադեն։ Թեմ տնել ճշմարտության, երբ գսկաս որ Աստծո խոսքը ներս չի մտներ, գլսես քարոզո ինչ աղոր քարոզեր գերտաս երկու շաբթի օրը իդ գործիտ մեջն ես։ Գսկաս որ արդեն այդ խոսքը մորցած ես անգամ, շատերուն երբ հարցնեմ ինչի մասին էր նույնը, արդեն մորցած է ինքը։ Եվ ինք արդեն չի հիշեր նույնը ինչի մասին է։ Եթե նույնը մորցար, դու ինչ օգտվեցար եկեղեցիկալեն։ Ինչ օգտվեցար։ Տունը եկար եկեղեցի որբեսի քարոզիչին միջոցով, հովիվին միջոցով, ծառայողին միջոցով առնես այդ խոսքը, որ շաբթվան ընթացքին քու եւ այդ խոսքին ներդրումներով ճշնամիին թեմ կործես։ Պետք է խոսքին հանդեպ հadouk հավատք ունենանք, ուր որ է խոսքը, հոն Աստված ներկա է։ Խոսքը Աստուծո մեզ ատ չէ, լայն պերնիս մեջ, լա քու պերնիտ մեջ, լա իր պերնի մեջ, Աստծո խոսքը նույն Աստծո խոսքն է։ Բարձորեն մեր կյանքի մեջ, մեր հավատքի միջոցով գարցակվի այդ զորությունը։ Հետևաբար կորցնական քայլեր այդ ամրոցները ճանչնալու։ Սամոս 139:23-ի մեջ հետևյալը գսե. Փորձեցիս ով Աստված ու քիծիր իմ սիրտս, զիս քննե ու քիծիր իմ մտածումներս, եւ նայե թե արդյոք չար ջամփու մեջ եմ, եւ զիս դեպի հավիտյան ջամփան առաջնորդ է, հավիտենական ջամփան առաջնորդ է։ Արդյոք մեր ջամփաները, մեր առօրյան, մեր կյանքը, մեր կորձը, մեր որոշումները Աստծո գամքին համապատասխան են, համացայն են, որ մենք կապրինք։ Եվ մենք ինչպես գիտենք, որ այդպես ենք։ Մենք մեզի ասած ենք, որ մենք շիդակ կգալենք, ոչ թե Աստծո արչև հաշվետու ենք ամեն օր։ Հսկե կյանքի թեմ գրկնվող հարցակումները, կան նման հարցակումներ եւ ասոնց նման հարցակումներ, որ կյանքի թեմ կգրկնվին շարունակ։ Նայե, եթե այս բաները կգադարվին առողջությանդ հետ կապված, հարաբերություններուդ հետ կապված, նյութականիդ հետ, գոչումիդ հետ բաներ կան, որ միշտ արգելք են։ Նայե, որ ադոնք շտկես։ Աստված հետը դե ադոնք շտկելու, Աստված հետը չէ քեզի ամոթի մեջ ցկելու։ Եթե դու ամոթ գսկաս, դգար գսկաս, գոդրված գսկաս, այլևս ոտքի ելելու ուշունի սատանան է իր ամրոցով գջնշեք ու վրատ։ Անոնց մեջ Աստված բաժին չունի, Աստծո բաժինը պիտի լա ցերկետ բռնել, իդ քեզի վեր հանել։ Ասե Աստծո ծև ամբողջ Աստվածաշունչին մեջ։ Եթե դու իրեն պետք ունիս, իրեն պիտի գտնես։
բայց ներքնաբես պետք է իրեն պետք ունենալը շատ հստակ եւ զորավոր լա։ Հետևաբար նաև որ դերոջ արչեւ այդ հաշվետու վիճակը ունենաս։ Արագած 11:14-ը գսե ժողովուրդը առանց խոհականության կգործանի, բայց խորհրդականներու բազմությամբ փրկություն կլա։ Հետևաբար նաև որ թուն խորհուրդ ուզես, նաև որ թուն դերոջ գամքը հարցնես, հոգևոր փորձառուներու առաջնորդությունը խնդրես։ Աստվածաշունչի մեջ մենք կտեսնենք պատմություններ, որոնք շատ անգամ իբրև պատմություն արած են, կամ իբրև Աստծո կողմէ կատարված հրաշագործություն արած են, բայց ադոնց մեջ նամակներ կան, օրինակի համար Երիկովի բարիսներու մասին, Հեսու 6-րդ գլուխի մեջ, ամուր գերբով փակված էր գսե Երիկովը, եւ առանց Աստծո դալիք դված ռազմավարության անկարելի էր, որ Իսրայելի ժողովուրդը իրենց չանքերով գարենային հոն մտնել ոչ մեկ թակավորություն զորավոր դգար գրծած էր վնաս հասցնել այդ ամուր կոծված քաղաքին եւ այդ Երիկովի բարիսները կներկայացնեն ամրացված արգելքներ միտքին եւ հոգին մեջ ամրացված արգելքներ շատ անգամ այնքան ամրացված կլան արգելքները մարդոց կյանքերում մեջ հավատացյալներում որ չես կնար փոխել չես կնար ուրիշ ուղղության դանել իրենք համոզված են այդ է ցևը եւ ադոր մեջ կմնան գարկմը դեսագի ամրոցներ չեն փլիր չանկերու միջոցով անկարելի է միայն Աստծո ողջ ներկայությունով հնազանդելով իր առաջնորդության մեջ ըլլալով է որ անոնք կգոդորվին Դավիթ եւ Քողիաթ Այդ թակավորած 17-ը Քողիաթ գծաղրեր Իսրայելը այդքան գծաղրեր իր զորավոր վիճակով որ ամբողջ Իսրայելը անդամալույց դարձած էր ոտքի չէին գրնար ելնել խոսքը չէին գրնար ասել այդ հսկային թիմացը որովհետև վախի միջոցով անդամալույց դարձած էր իրենց Մեր կյանքերում մեջ արդյոք ինչքան դեղեր թշնամին վախի կամ այլ նման բաներու միջոցով անդամալույց դարձած է մեզի Արդյոք դրացիս անդամալույց դարձած է Քրիստոսի մասին խոսիլս Արդյոք մարդիկ ինձի ամճծած են Քրիստոսի իբրև վգան արտահայտվելը Արդյոք կամ ուրիշ ինչ բաներ կան աբակայիս հետ, կորձիս հետ, թասիս հետ Կյանքի դարբեր բաժիններու մեջ ես դարձած եմ անդամալույց վիճակի մեջ, ուր ամեն ինչ գնեմ, բայց Աստծո հետ գաբակցաբար բաները չեմ գնարնել։ Անդամալույց դարձած է, արգիլած է ինձի, որ ես հաջողի մատոն գնել, արդյոք նման բաներ կան առօրյայի մեջ։ Քողիաթը խորհրդանիշ է ահարգության, վախի եւ սերնդական անեծքի եւ հոգեվոր ջնշումի Այս բաները եթե ցանկիտ մեջ կան կնշանակե որ թուն ահարգության մեջ կապրիս վրատ աստած է մեկը իր նյութով իր վարմունքով իր վարվելագերբով վրատ խնդալով քեզի անբետ խոսքեր ասելով մարդոց արչև քու մասիդ քեշ խոսելով քեզի ջնշումի դակ դրած է հոգևոր վախի մեջ դրերը եւ թուն հոն զսպված ես ջեղքում չես ֆայլեր Եվ ադիգա ցևով համոզում եղած է որ այս մարդոց արչև չխոսիս, բայց այս մարդոց արչևն է որ պիտի խոսիս։ Հիսուսի մեկը չգրծավ լրացնել, ոչ էլ մեկը գրծավ խոսեցնել։ Ին գորոշեր եւ ին գներ ինչպես որ պետք է շարժի։ Հետևաբար այդ ամրոցներուն թեմ տնելը կբահանչի ուխտ կատարած ինքնություն։ Թուն որ ուխտ կատարած ես Քրիստոսի հետ պետք է այդ ուխտեն մղված Հիսուսի անունով եւ անոր արյան զորությամբ գոդրես գաբես այդ արգելքները մինչեւ որ տեսնես որ անոնք այլևս աստեցություն չունին փորձե տուն քեզի ուր ինչ բաներու մեջ տուն վախ ունիս եւ նաեւ որ անոնք ինչպես պիտի կարենաս տեսնել գոդրված ազատագրված անոնց մելման Քեթեյոն մատյանացիներու ջնշումներուն դագեր ինքը եւ իր ժողովուրդը եւ ինք եկած էր քիչմը ծորեն փախցնելու որբեսի Աբրին Իսրայելի ժողովուրդը մատյանացիներուն 30 քարայրներու մեջ կբահվդեին քարայրներու մեջ կբահվդեին փախչելու համար անոնցմե մինչև որ Աստված Քեթեյոնը բարձացուց մինչև որ Աստված իր փունդեսագեդը իր օգնությունը փերավ եւ նկատի առնվեցավ որ մատյանացիները որ ծովու ավազի չափ փանակ ունին այդքան զորավոր չեն Աստծո ներկայության մեջ իրարու թեմ գրվելու սկսան իրարու սպաննելու սկսան քանի որ իր ցանկի մեջ տեսած է որ իրեն վախը այդքան մեծ բան չէր եղեր քանի որ ունեցեր այդ փորձառությունը այդքան մեծ բան չէ բայց արդյոք քանի տարի դարաբաց է սանգե
ասիգա մատյանացիներուն աս վիճակը վախը որ փերած էր իսրայելացիներուն վրա գրկնվող բարդությունն է եւ աղքատության ամրոցներն են իրենց դված էին ցանկի մցևը եւ իրենք այդ ցանկի ցևի մեջ կաբրեին Աստված երբ մտավ ասա ոչ ես ադորամար չեմ կանչած ցեզի մեկ հոգիի միջոցով գրծավ ժողովուրդը ազատել երբ 22000 փանակ կարսա ոչ չեմ ուզեր парքը մարդոց երթապանագին միան 300 հոգիով գրծավ Ձովո ավազի չափ փանագի թեմ տնել ադիգա Աստծո դեսագետներ եւ ոչ Իսրայելի ապրած ցևը հետեւաբար Հիսուս եւ Կենեսարեթի Տիվահարի բամությունը Մարգոս 5-րդ գլուխ Գաբրեր Կերեզմաններու մեջ հազարավոր թևերը գարավարված էր իր կյանքը Տիվային ամրոցները գոդրեն մարդուն ինքնությունը Եվ որ թիվային աստեցությունը ու կա ինքնությունդ կգոդրվի գզկաս որ ինքնությունդ գոդրված է շատ անգամ ես կնկատեմ մարդոց երբ հոգևոր թրագան խորհուրդ տաս հաջորդ անգամ կտեսնես իր ինքնությունը գոդրվեր է եւ եթե հարցնես ինչ է պատճառը գսե թուն է որովհետեւ ինձ իսիր ոչ Ես քեզի ասի այն, որ դու պետք է շտկեիր քո կյանքիդ մեջ, բայց դու որովհետև լսեցիր սատանային ասածը, որ ինքնությանը դեմ գաշխատի, ադորամար ամրոց դրավ կյանքիդ մեջ։ Դու հնազանդեիր Աստծո քեզի դված խոսքին, անորամար աշխատեիր, պիտի տեսնեիր, որ այդ խոսքը քեզի համար լուրջ օգտակար էր եւ ոչ թե սատանային ամրոց պիտի ելար։ Քանի օքի հասկացավ, մենք շատ անգամ մեր ուզածին պես կթարգմանենք, մարդ մը գտնենք հանցավոր, որովհետեւ մեր սխալը չշտկենք, սատանան է որ ամրոց կտնե Եվ հետևաբար եւ որ ամրոց տնե քու ինքնությունդ գործանե դուն ընդունե խոնարհապար գսե Աստված իբրև հայր կհանդիմանե եթե չի հանդիմանե ադիգա քո հայրը չէ ուրեմն հանդիմանությունը չէ որ քեզի գծկե ինքնությունդ գործընծնես հագարակ հայրությունը մեջտեղ գելլե հանդիմանութենեն Եվ որ դու հնազանդիս բայց եթե հնազանդությունը աբստամբությամբ եւ ըմպոստությամբ ընդունիս դու թուր կփանաս սատանային որ ինքը քու ինքնությունդ գոդրե Հետևաբար այս մարդը լրջորեն գդարաբեր իր այս վիճակին մեջ իր կյանքը ամփոխ եղածին պես քերի էր եւ ազատագրությունը միայն գուկա Քրիստոսի անունով Սամսոն զորավոր մարդ էր շրջապատված էր եւ գրծավ թուրը առնել եւ թեմ տնել տշնամիին այդ թուրը կներկայացնե փանդարգությունը սահմանապակումը եւ իրեն վրա թուրը կոչելով գարձես իր ուժը պիտի սահմանապակեին բայց Աստծո զորությունը չի փանդարգվիր թուրը եղածին պես դեղեն հանեց եւ այդ թուրով անգամ ամբողջ ճշնամի բանակին հաղթեց հետեւաբար մեր կյանքերեն ներս պայմանները չէ որ գորոշեն ես ով եմ ես ինչ եմ ես եմ ինչ որ եմ ինչպես Քրիստոս հրավ ինձ ես բեկե իմ մեջս փնդրեմ եկեղեցու հայրերեն մեկը գսե շատ գեղեցիկ կերպով քնա շունչիդ մեջ մդիր փնդրե մինչև Քրիստոսին հանդիպիս մինչև որ իրեն հանդիպիս քնա եւ իրեն փնդրե որևէ ուրիշ բան որ քեզի հանդիպի ագանչ մի դար երես մի դար ով գուզե ըլլա ինչ գուզե թողլա մինչև իրեն հանդիպիս ոչ մեկ միտք ոչ մեկ դրամապանություն ոչ մեկ ուրախալի ոչ մեկ դխուր ոչ մեկ բանի մեջ ագանչ մի դար մինչև իրեն հանդիպիսն է պետք եղածը պիտի գիտնաս պատասխանը պիտի առնես մինչև այնադեն հաստատ եւ ամուր գեցիր քու հավատքիդ եւ կյանքիդ մեջ ամեն ուրեմն մեր առօրյային մեջ սիրելիներ մենք կնկատենք որ Աստծո Սուրբ ոգին գզորացնե հավատացյալները, երբ հավատացյալները պայմաններեն ազդված ապրիլ չեն որոշեր, հապա դերոջ նայելով կփորձեն ապրիլ մեր աչքերը դեպի լեռները ուրգե մեր օգնությունը կուքա մեր օգնությունը դերոջմեն է որ երկինք ու երկիր ստեղծեց ամեն ոչ ուրիշ տեղ պայմանները շատ են պայմանները շատ պիտի ելնան բայց մենք պետք է դիրոջ նայենք Ուրբաթ օրներ աղոթեի աղոթիս ադենը դերը սավ ինձի որ ես չեմ ուզեր որ թուն նայիս դրամապանական խոսքերու նյութերու որոնք մարդիկ կխոսին իրենց փորձառութենեն իրենց ճնշումներեն իրենց մշակութային աստեցութենեն ես գուզեմ թուն հետս կալած ադենը նայիս ես քեզ ինչ կսեմ ինձի գսեր բիդի գադարվի բիդի ըլլա ես խոստացա եւ իմ խոստումս բիդի գադարվի
Եվ չեմ ուզեր գսեն նայիս եւ աստվիս այս եւ այն նյութերեն, աս նյութը վավերական է, շատ ավելի դրամապանական գտվի այս բանեն։ Չեմ ուզեր գսես, գուզեմ շարժիս այնպես ինչպես ես քեզ մեկ ուզեմ որ շարժիս։ Իմ քեզի ըսած խոսքիս համացայն պետք է շարժիս։ Տեսեք ինչ կարևոր է երևակայեցեք ես այս բաները երբ ինձ ասեք բաղմը գանտրատարնամ որ այո ես աստնույթի մեջ աստվեր եմ դերես օրվա մեջ չզգայի բայց երբ ինք խոսեցավ զգացի որ այո անիկային վրա զգաստեր որ ես ուշադրություն դարձուցեր այդ նյութին արդյոք ճիշտ է արդյոք այդպես հարմար է արդյոք դրամապանական է եւ ասոնց բեք չէ արիտ դրվի որ մեր մեջ ամրոցի վերածվին ամեն